Քաղաքական խնդիր, այո, ակնհայտ է, դա ուղերձ էր։ Сколько сейчас товарооборот? Անցած շաբաթ Բրյուսելից Դուշանբե թռած Փաշինյանին Պուտինը հասկացրեց, եթե փորձի լքել ԵԱՏՄ-ն, Հայաստանի տնտեսությունը կոլապսի կենթարկվի, կարծում է Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահն առիթը բաց չի թողնում Հայաստանի վարչապետին հանդիպելիս գովերքել հայ-ռուսական միլիարդավոր դոլարների հասնող ապրանքաշրջանառությունը։ ԵԱՏՄ-ի հետ քո կապերը խզես, տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Եվ ռուսական կողմի փաստարկը դա է, որտես ինչքանով է քո տնտեսությունը շնչում միայն այն պատճառով, որ դու ԵԱՏՄ-ի անդամ ես։ Եվ այստեղ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի փորձում էր նվազեցնել ԵԱՏՄ-ից մեր ստացած կամ լավ ԵԱՏՄ-ից մեր կախվածության աստիճանը, ԵԱՏՄ-ից ստացած մեր օգուտները։ Примерно 9 миллиардов, больше. Փաշինյանը դեռ Տաջիկստանում էր, երբ էկոնոմիկայի նախարարը շտապեց Facebook-ում պահել իր վարչապետի թասիբը։ Թվեր հրապարակեց, որ ապացուցի Փաշինյանը ճիշտ է, Պուտինը սխալ։ Այսօր Գևորգ Պապոյանն ըստ էության խոստովանում է, վերջին 3 տարիներին ստում էր կառավարությունը, երբ ասում էր, թե իր փայլուն քաղաքականությունը աննախադեպ տնտեսական աճ է ապահովում։ Իրականում ոսկու ժամանակավոր վերարտահանման շնորհիվ էր առևտրաշրջանառության ծավալը խիստ տպավորիչ։ Հիմա դա չկա, չկան նաև ցնցող թվերը։ Թվերը ուռճացված չէր։ Թիվը ոսկու շրջանառություն էր տեղի ունենում, որից ես անցած տարի եմ ասել, նախանցած տարի եմ ասել, այս տարի եմ ասել։ Հայաստանը չունի ոչ մի օգուտ։ Հիմա այդ թիվը 0 էլ դառնա, մեր տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը մոտ 0-ի է, այդ թիվը դառնա 100 անգամ շատ, այդ դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա մոտ 0-ի է, որովհետև դա մի բան էր, այսինքն այդ պրոդուկտը գալիս էր Հայաստան, դուք գնում եք մեկ այլ երկիր։ Պապոյանի այսօրվա խոստովանության մասին ընդդիմադիր падգամավոր տնտեսագետ Արթուր Խաչատրյանը ահազանգում էր վերջին տարիներին։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանը դարձել էր տրանզիտ երկիր եւ առևտրաշրջանառության կտրուկ աճի հետ Հայաստանի կառավարությունը որևէ առնչություն չուներ։ Ես ինքս Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ դուք 22 թվականին խոսում եք Հայաստանի ուրեմն էպոխալ տնտեսական աճի մասին, ձեր հետ որևէ կապ չունի։ Սա Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքն է։ Ինքն ասում է, այդ մարդիկ եկել են Հայաստան, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ չկա կոռուպցիա։ Հիմա եթե կիրառենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը, մարդիկ բիզնեսը փողը երկրից գնում են, որովհետև Հայաստանը ժողովրդավարական պետություն չէ եւ կա կոռուպցիա։ Ըստ փորձագետների հիմա իշխանությունը փորձում է ԵԱՏՄ-ից Հայաստանի ստացած օգուտները նսեմացնել, Թրամփի ուղին ներկայացնել մի նոր հուժկու տնտեսական ուղի։ Մարդկանց համոզելու են, որ Վաշինգտոնյան բանակցություններում ստորագրված փաստաթղթերով ոչ միայն խաղաղություն, այլև տնտեսական հաջողություններ են բերելու Հայաստանին։ Քարոզչամեքենան գործի է դրվել, բայց պարզվում է, Սպիտակ տանը եռակողմ ջերմ ձեռքսեղմումից հետո դեռ անորոշություններ են Թրամփի ուղու շուրջ։ Ես նման տեղեկություն չունեմ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարն առաջարկում է ավելի կոմպետենտ պաշտոնյաների դիմել, որպեսզի ասեն, Թրամփի ուղու նախագիծ կա, թե ոչ։ Ինքը տեխնիկական հարցերի չի պատասխանում։ Չի կարա օրինակ այսօր որոշվի, որ մենք օրինակ ճանապարհ ենք կառուցում, վաղը դրա process-ը սկսի, չէ՞, ինքը ուսումնասիրություն կան գերություններ, գալիս են ֆինանսավորման պայմաններ, նախագիծ, տեղանքին ծանոթացում։ Պապոյանը հերքում է տեղեկությունը, թե Թրամփի ուղու շինարարությունը կարող են ֆինանսավորել թուրքական ընկերությունները, բայց դեմ չէ, որ Հայաստանում նաև թուրքական ներդրումներ լինեն, դա կայուն խաղաղություն կապահովի տարածաշրջանում։ Ես շատ նորմալ եմ համարում, որ Հայաստանում օրինակ խաղաղության հաստատման պարագայում սահմանները բացելուց հետո օրինակ ինչու ոչ ներդրումներ կան, այդ թվում նաև թուրքական, մենք էլ գնանք այնտեղ ներդրումներ անենք։ Հայաստանում թուրքական հնարավոր ներդրումները գովերքող կառավարությանը ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցնում է, կառավարությունը շատ էր ոգևորվել, երբ 44-օրյա պատերազմից հետո 1 տարով էմբարգո սահմանեց թուրքական ապրանքների նկատմամբ։ Խաչատրյանին ասել էին, որ սկսել է շնչել տնտեսությունը։ Կարդում ես եւ ուզում ես անընդհատ կարդաս։ Մարդիկ հիմնավորել են, թե տնտեսությունը ինչքանով է դրանից դրական ազդակ ստացել։
տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում տեղականի հաշվին եւ նաեւ ասկնի իտալական ապրանքներ, ընդհուպ բելարուսական եւ այլն, իրանական։ Արթուր Խաչատրյանի կանխատեսմամբ, եթե Հայաստանի կառավարությունը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ոչինչ չանի հայկական տնտեսությունը թուրքական էքսպանսիայից պաշտպանելու համար, առաջին հարվածը գյուղատնտեսությունն ու տեքստիլ արդյունաբերությունն են ստանալու։ Տնտեսագետներն արդեն ահազանգում են, գյուղատնտեսությունն ազատ անկման մեջ է, խնդիրներ կան ոչ միայն գյուղապրանքների մշակման, այլև արտահանման հարցում։ Կարեն Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։